Վերջերս հայ բժիշկները եզակի հաջողություն են արձանագրել։ Նրանք կարողացել են փրկել քաղցկեղով հիվանդ հղի կնոջ եւ պտղի կյանքը։ 29-ամյա կինը տրամադրված է եղել անգամ կյանքի գնով լույս աշխարհ բերել իր առաջնեկին։ Ժամանակակից բժշկության մեջ կիրառվող նոր փորձին հայ բժիշկներն առաջին անգամ են դիմել։ Նրանց պնդմամբ հղիության ընթացքում անխուսափելի է եղել քիմիոթերապիան, որը վտանգում է ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքը, բայց գնացել են այդ քայլին։ Կինը մոտավորապես 6 ամսական հղի է եղել, երբ Մոսկվայի հայտնի բժշկական կենտրոններից մեկի ախտորոշման փաստաթուղթը ձեռքին դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն Ազատության հետ զրույցում ասաց, հղիությունն ընդհատելու հարց չէր կարող լինել։ Երեխան այդ ժամանակահատվածում գրեթե լրիվ զարգացած է, անգամ կարողանում է լսել։ Դեպքը բացառիկ էր, բայց պետք է ռիսկի դիմելով հիվանդը քիմիոթերապիա անցներ։ Ուռուցքը զարգանում էր ժամ առ ժամ, շարունակում է բժիշկը։ Ինչ ռիսկեր կարող էին լինեին, ընդհանուր մինչև ներարկանդային մահ կարող է մենք ստանայինք, հա։ Ապար երեխան սկսում է դժվել, եթե հեմոգլոբինը ցածրանում է, անեմիա է առաջանում, հնարավոր է եւ հղությունը ընդհատվի։ Բայց երկրորդ եռամսյակից հետո, մանավանդ 20 շաբաթականից հետո նկարագրված բոլոր դեպքերում ոչ մի ուրեմն դեպքում պտղի վրա չի ազդել քիմիոթերապիան։ Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով 8 ամսականում։ Փաստորեն հղի կինը 2 ամսվա ընթացքում 2 անգամ քիմիոթերապիա է ստացել։ Պողոսյանը պնդում է, որ երեխան ծնվել է առողջ։ Տարիներ անց կինը կարող է նույնիսկ երկրորդ երեխան ունենալ։ Կինը իրան շատ լավ է զգում, երեխան շատ լավ մեծանում է, իհարկե մայրական կաթով չմեծացավ նա, բայց հանդիպել է երեխան։ Լավ մի րոպե, հա, հիմա չեմ կարողանում խոսեմ։ Ուզվեցի։ Սովորաբար մասնագետները քիմիոթերապիա ստացող կանանց խորհուրդ չեն տալիս հղիանալ, իսկ հաճախ նաև ստիպված են լինում ընդհատել հղիությունը։ Նաիրի բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը կարևորում է նաև հիվանդությունը հաղթելու երիտասարդ կնոջ վճռականությունը։ Ինքը տրամադրված էր, որ երեխային պիտի անպայման պահի, որովհետև նախորդ ունեցել է վատ փորձ, շատ կարևոր էր իր համար թե հղիությունը, այս հղիությունը եւ իհարկե երեխայի ծնունդը շատ կարևոր էր, նա պատրաստ էր իր կյանքի գնով երեխային ծննդաբերել։ Բայց որ իմացավ տարբերակ կա, զուգահեռ երկու հարցն է կարգավորված, եւ ինքը շատ պատրաստական ձևով գնաց այդ ամեն ինչին։ Ընդունած քիմիոթերապիայի 2 կուրսից հետո կնոջ մոտ ուռուցքը մասամբ նահանջել է։ Հիվանդությունը հսկող մասնագետի խոսքով այն ի սկզբանե շատ մեծ էր ու վտանգավոր եւ հայտնաբերվել է հղիության վաղ շրջանում։ Մինչեւ այդ տարբեր բժշկական կենտրոններում հետազոտվել է կինը։ Հիվանդի մոտ կրծքագեղձի ուռուցքը հայտնաբերվել հղիության ավելի վաղ շրջանում, բայց պարզապես քանի որ հղի կանանց մոտ լինում են կրծքագեղձի ոչ ուռուցքային փոփոխություններ հղիության ընթացքում, մի շարք մասնագետներ, որ նայել են կոնսուլտացիա են արել, պարզապես չեն կողմնորոշվել, ճիշտ չեն կարողացել ախտորոշեն, որ դա չարորակ է, քանի որ քիչ է հանդիպում նման երիտասարդ տարիքում չարորակ ուռուցք, մասնագետները դա դիտել են որպես բուրբուքային պրոցես կրծքագեղձում։ Երիտասարդ կնոջ հետ մեզ զրուցել չհաջողվեց, բժիշկներն ասացին, որ նա չի ցանկանում ներկայանալ, բայց տեղեկացրեցին, որ այս պահին շարունակում է ինտենսիվ բուժման կուրսեր անցնել։